Մեր ամեն օր ականատեսենք լինում, թե դոնորական արուն է որքան կարևոր, որքան փոխարինել եւ բժշկության մեջ, մարդկային կյանքերի փրկության գործում հաճախ ենք նշում, որ արուն հնարավոր չէ արտադրել, հնարավոր չէ ստանալ լաբորատոր պայմաններում, արհեստական պայմաններում եւ արյան միակ աղբյուրը մարդն է եւ միայն մարդկանց միջոցով հանձնված արյան շնորհիվ է կարելի համարել արյան բանկեր ունենալ արյան համապատասխան պաշար, իսկ ամեն նոր հիվանդանոցներում հազարավոր մարդիկ արյան ամենատարբեր բաղադրամասերի փոխներարկման կարիք են ունենում, դրանք կարող են լինել ծանր վիրահատություններ, ծանր ծննդաբերություններ, ուռուցքային հիվանդություններ, հակաուռուցքային բուժումներ, այդ թվում քիմիոթերապիաներ կամ ճարակայթային թերապիաներ, ձեռքբերովի կամ ժառանգական հիվանդություններ, որոնք ուղեկցվում են սակավարությամբ, ավտովթարներ, դժբախտ պատահարներ, հրազենային վիրավորումներ, դանակահարություններ, խորքով շարքը բավականին մեծ է եւ այս մարդիկ ամեն վայրկյան կարող են ունենալ արյան ամենատարբեր բաղադրամասերի փոխներարկման կարիք, որոնք հաճախ կյանք փրկող են, իսկ այդքան անհրաժեշտ արյունը, ինչպես նշեցի, չի արտադրվում, այն միակ աղբյուրը պոտենցիալ առողջ մարդն է, իսկ արյան պաշարները մշտապես պահանջված են, որովհետև մշտապես դրանք սպառվում են, ոչ միայն բարձր պահանջարկի, այլ նաև պահպանման սահմանափակ ժամկետի հետևանքով, որովհետև այդ բաղադրամասերը ունեն ինչ-որ լիմիտ պահպանման, որոնցից շատերի պահպանման ժամկետը բավականին կարճ է, օրինակ 8 տար զանգվածին ընդամենը 5 օր, այսինքն այդ պաշարները մշտապես պետք է սպասեն եւ համալրման միակ աղբյուրը մարդիկ են։ Եվ պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրը մի օր կարող է արյան փոխներարկման կարիք ունենալ, ուստի այն ինչ մենք այսօր նվիրաբերում ենք ուրիշների կյանքի փրկության համար, վաղը կարող է պետք լինել մեզ կամ մեր հարազատին, այսինքն չպետք է սպասենք ճակատագրական պահի, չպետք է մեզ մոտ գերիշխեն ճգնաժամային արունատվությունները, բավականին կարևոր է կանոնավոր պարբերաբար իրականացվող արունատվությունները, որպեսզի համարենք արյան պաշարները։ Ցանկացած առողջ մարդ չափահաս 10 տարի լրացած կարող է դառնալ արյան դոնոր, եթե չունի առողջական խնդիրներ, բժշկի ցուցակցության տակ ունի քրոնիկական հիվանդություններ, կամ որոշակի չափանիշներ, մարմնի զանգվածը կանանց համար 52 կիլոգրամից բարձր, տղամարդկանց համար 62 կիլոգրամից բարձր, արյան հեմոգլոբինի մակարդակը կանանց համար 25 գրամ լիտրից բարձր, տղամարդկանց համար 35 գրամ լիտրից բարձր, զարկերակային ճնշումը 8000 մաքսիմումներում, մնացածը արդեն տեղում թերապևտի հետ հարցազրույցի միջոցով բարձրանում ենք։ Իսկ ինչպիսի հակացություններ կան։ Կան մշտական եւ ժամանակավոր հակացություններ, մշտականից են դա վարակիչ հիվանդությունները, որ արյան միջոցով են փոխանցվում, նրանք իմունիալ, հեպատիտ B, C, սիֆիլիս, բրուցելոզ, սիրտանոթային համակարգի հիվանդությունները, իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա, գլխուղեղի հետ կապված հիվանդություններ, հոգեկան հիվանդություններն մշտական հակացություններ կան, ժամանակավոր հակացություններ, սուշնչարական վարակ, ջերմության բարձրացում, դեպրոյեկի օգտագործում, դաջվածքներ, որը 6 ամիս է հակացությունը, բայց որդի մոտ տարածված են թյուր կարծիքը, որ դա մշտական հակացություն է, այդ տարածված միֆերից մեկն է։ Տարբեր բժշկական գործիքային միջամտություններ, որտեղ տեղի ունեցել արյան հետ կոնտակտ, պատվաստումները, այո, դրանք բոլորը ժամանակավոր հակացություն։ Մեր պոպուլյացիան ամենատարածված խումբը երկրորդ դրականն է, ուստի ամենամեծ պահանջարկը երկրորդ դրականն է, բայց բացասական խմբերն էլ պատրաստ կարևոր չեն, որովհետև նման հիվանդ ունենալու դեպքում երբեմն դժվար է լինում նման խմբի արյուն մեծ համապատասխան քանակի գտնել, դրա համար բոլոր խմբերը կարևոր են։ Թույլ տաք այս մասով իրականում ամենապահանջված միգուցե փիլիսոփայական է պատասխանը, բայց ամենապահանջված արյան խումբը տվյալ պահին տվյալ հիվանդին անհրաժեշտ արյան խումբն է, այդ ասվածից հետևում է, որ արյան բոլոր խմբերը հավասարապես կենսական նշանակություն են, հավասարապես պահանջված են, որովհետև այդքան է տարածվածությունը արյան խմբերի, որ բան է, թե տվյալ պահի տվյալ հիվանդին ինչ արյան խումբ պետք է լինի, այսինքն արյունը պետք է սպասի հիվանդին, ոչ թե հիվանդը արյանը, այսինքն մշտապես բոլոր արյան խմբերը լինեն դրանք ապեզրող խմբերը, որոնց գործոնով պայմանավորված տեսակները մշտապես արյան բանկերը պետք է համալրվեն, այսինքն հավասար կարևորություն ունեն։ Շատ մարդիկ պատկերում են արյունատվությունից, որտեղ մտածում են, որ դա վնասերից առողջությանը, բայց պետք է ասեմ, որ ժամանակակից բոլոր գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկանց մոտ պարբերաբար թույլատրելի չափականակով արյունատվությունները ոչ միայն անվտանգ են, այլև նպաստում են դրանց առողջությանը,
օրինակ սիրտանոթային հիվանդությունների, այդ թվում սրտամկանի սուր ինֆարկտի կամ գլխուեղի իշեմիկ ինսուլտի ռիսկի նվազեցումը, արյունաստեղծման խթանումը, իմուն բջիջների արտադրության խթանումը, ինչը նշանակում է տարբեր վարակների նկատմամբ դիմադրողականության մեծացումը, բարձրացումը եւ վերջապես բարոյական եւ հոգեբանական գոհունակության զգացումը եւ ամենակարևորներից մեկը, որ ձեր հարցի պատասխանից մեկը անվճար բժշկական ըմբռնում լայնածավալ հետազոտությունն է, մինչև արյունատվությունը բացի թերապևտիկ զննումից իրականացվում են մի շարք լաբորատոր հետազոտություններ, ընդ որում անվճար սկզբունքով, այդ թվում արյան ընդհանուր քննությունը, հեմոգլոբինի մակարդակի որոշմամբ, արյան խմբի եւ ռեզոս կորտիզոնի որոշումը, հակածինների լայն հետազոտմամբ, տարատեսակ ինֆեկցիաների, այդ դոկտորի նշած հեպատիտ B-ի, C-ի, միավի բրուցելոզի, սիֆիլիսի եւ շրջապանական եւ միավի հեպատիտ B-ի, C-ի դեպքում նաեւ PCR, այսինքն գենետիկական հետազոտությունների իրականացումը։ Այդ բոլոր հետազոտությունները կատարվում են անվճար սկզբունքով եւ դա արժանապատվության առավելություններից մեկն է, այսինքն պարբերաբար բժշկական զննման իրականացումը։ Ինչ պրոցես է անցնում է արյունատվությունը։ Նախ արյունատվության ներկայանալուց լրացնում է հարցաթերթի կառուցչական վիճակի վերաբերյալ, այնուհետև թերապևտի կողմից անցնում է զննում, զարկակային զննում, անոթազարկ, որը լրացուցիչ հարցեր տվում թերապևտի կողմից, այս բոլորը ուղղված են, որպեսզի հասկանալ արյունատվությունը կոնկրետ անձի համար վտանգի ներկայացնում են, թե ոչ նոր դրանից հետո արդեն երկրորդ որոշում իր արյունը պիտանի է փոխ ներարկման, այստեղ արդեն արյան միջոցով տարածվող ինֆեկցիաներն ենք տեստավորում, ստուգում ենք արյան խումբ ռեզուսը եւ այդ ամենից հետո արդեն արյունը վերցնում ենք, արյունը վերցնելուց հետո ցենտրիֆուգվում է եւ բաժանում է տարբեր բաղադրամասերի, ամեն բաղադրամաս ունի իր պահպանման ժամկետը եւ ռեժիմը։